Մեր հանդեպ նախ ուզում եմ նշեմ, որ արդեն 9-րդ ամիսն է, ինչ Սամվել Կարապետյանը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ եւ այսօր հերթական դատական նիստն է ապօրինի կալանքը երկարաձգելու հարցն է քննարկվում արդեն իսկ այս պահին։ Ուզում եմ նշեմ, որ մեր այսօրվա պայքարը, առհասարակ մեր պայքարը ոչ մի քաղաքական, այս պահին ներքաղաքական ոչ մի բանի դեմ չենք պայքարում, մեր պայքարը ազգային պայքար է, մեր պայքարը ազգային արժեքների վերականգնման եւ ազգային արժեքների պահպանման պայքար է։ Ես ավելի քան համոզմունք ունեմ, որ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան եւ ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան։ Պարոն Ալեքսանյան, իսկ առնելով որ դաշտ է նետվում բազմաթիվ ինֆորմացիոն հոսքեր, թե Ռուսաստանից հեսանդրողներ են բերում, որ քվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին, կխնդրեմ այս մասով ձեր պարզաբանում եւ Փաշինյանը վերջին ճեպազրույցում վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը բնակարանի մեծ մասը ԿՊ-ի օգտին է քվեարկելու, ինչ կասեք այդ վստահությանը։ Տեսեք, վստահությունը որտեղից է գալիս մեր արդեն երկար ամիսներ է, ինչ պտտվում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ, այցելում ենք մարզեր, մեր հայրենակիցների հետ շփվում ենք, մեր ունեցած վստահությունը, մեր ունեցած պատկերացումները հողի վրայի ռեալ մարդկանց հետ շփումների արդյունքում ձևավորված վստահություն է։ Այսքանը։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը ծանոթացել եք եւ նաեւ զուգահեռաբար այլ պաշտոնական ինչ-որ մեկնաբանություններ հաղորդագրություններ են լինում, թեև անուն, հասցե հստակ չի նշում, ամեն դեպքում ակնհայտ է, որ ձեր ուժին նկատի ունեն եւ նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի այսպես մեջ են կասկածում։ Եկեք թույլ տաք ձեզ այս անգամ մի քիչ հումորով արձագանքեմ, կհիշեք մի անեկդոտ կար, այսպես որ ասում էր, դուք էլ ասեք, լրիվ այդ պատմությունն է անկեղծ ասած ու չեմ կարծում, որ մեկնաբանությանս արժանի որոցի հայտարարություն են։ Լավ, այս հայտարարությունների գործողություններ ենթադրելի է, որ շարունակելու են, ինչպես եղավ Մոլդովայում, չնայած Փաշինյանն ասել է, այստեղ լինելու է հայկական սցենարը, ամեն դեպքում կանխատեսելի է, որ այս հայտարարությունները ուղղակի չեն արվում են ինչ-որ հիմք պատրաստելու համար։ Ինչպես եք պատրաստվում հաղթահարել այս բարիերը, ինչպես եք պատրաստվում այս հիբրիդային գործակալների որսի անվան տակ պայքարը։ Մեր հայրենիքի հենասյունը մեր հայ ժողովուրդն է, մեր ժողովուրդն է եւ մեր ժողովուրդը իր որոշմամբ եւ մեր ժողովուրդը իր քայլերով կտանի նրան, որ շատ շուտով կունենանք ուժեղ Հայաստան, իսկ ինչ վերաբերում է մնացած փոքրիկ որոշակի պլանավորված կամ իրենց կողմից պլանավորվող, ինչպես դուք եք նշում այդ քայլերին, ձեզ հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ։ Այսինքն դուք կասկածներ չունեք, որ այս պետական մարմնի հայտարարությունը ուղղված է ձեզ եւ փորձում են հող նախապատրաստել ձեր կուսակցությամբ ձեր հնարավոր գործողություններ իրականացնելու համար։ Հավաստիացնում եմ ձեզ, որ ամեն ինչ շատ լավ է, բոլոր սցենարները, որոնք որ առհասարակ հնարավոր է հաշվարկել, մեր թիմի կողմից հաշվարկված են, ինչպես տեսնում եք եւ ինչպես գիտեք, թիմում ունենք շատ պրոֆեսիոնալներ եւ հավաստիացնում եմ ձեզ եւ մեր հանրությանն էլ ասում եմ, հանգիստ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Ինչ։ Ով է ձեր անցումային վարչապետի տեխնացուն։ Մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Պարոն Ալեքսանյան, եթե այն ամենին հա բացասական լույսի ներքո եւ այսօր դատարանար խափանամիջոցի փոփոխություն չանի, պարոն Ալեքսանյան, պարոն Կարապետյանը տնային կալանքի տակ ինչպես եք պատկերացնում առանց նրա քանուզարշավը եւ դա արդյոք չի ազդի բացասաբար։ Ինչպես տեսնում եք, Սամվել Կարապետյանը այնպիսի թիմ ունի ձևավորած, այնպիսի ուժեղ թիմ ունի ձևավորված եւ հիմա քաղաքական թիմն է ձևավորվում այդ նույն հիմքի վրա, որ այս 9 ամիսների ընթացքում ինչ ապօրինի կալանքի տակ է նա գտնվում, իր բիզնեսները շարունակում են աճել։ Դա Սամվել Կարապետյանի ստեղծած, Սամվել Կարապետյանի կառուցած սխեմայով, կառուցած պրոֆեսիոնալներով թիմն է եւ մենք շարունակում ենք շատանալ պրոֆեսիոնալներով, շարունակում է մեր թիմը համալրվել պրոֆեսիոնալներով, մենք ամեն ինչից անկախ ավելի քան վստահ ենք, որ շատ շուտով Սամվել Կարապետյանը կլինի մեզ հետ։ Պարոն Սուքիասյան, ասացիք բոլոր սցենարները։ Ալեքսանյան։
Ես քեզ ընկերուն եմ չեմ նեղանա։ Բոլոր սցենարների այսպես ունեք, հա, ձեր ինչպես է արձագանքելու։ Օրինակ քննարկվում է նաև կուսակցություն չգրանցելու հարցը եւ օրակարգում նման կուսակցություններ կան, այս մասով սցենար ունեք, այդպես ինչպես է արձագանքելու նախ այս հարցը։ Նարեկ ջան, բոլոր հնարավոր սցենարները հաշվարկված են, հավաստիացնում եմ, որ մեր հայրենակիցները կարող են մաքսիմում հանգիստ լինել, որ որևիցե զարգացման պատրաստ ենք մաքսիմում ուժով։ Եվ ի վերջո հայտնի դարձավ Սամվել Կարապետյանը կարող է հանրային խոսքով ուղերձով հանդես գալ, քանի որ դաստաբան ասում է մինչև վերջին շրջանն է, իրավապահները այդ կառույցներից արձագանք չկա, որ կարող է, բայց երեք Նիկոլ Փաշինյանը տեսանք, որ բոլորովին այլ բանի մաս էր խոսում, անգամ պատրաստում էր հեռախոս նվիրել, այս մասով ինքը թեև ձեր գործընկերները այսօր հեռախոս նվիրեցին Նիկոլ Փաշինյանին, բայց ձեր տեսակետն է։ Հա, հուսամ Նիկոլ Փաշինյանի նվիրած մեր հեռախոսը տեղ կհասնի ամեն ինչից անկախ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, Նարեկ ջան, կընտրեմ մեր իրավաբաններին նաև ուղղեք այդ հարցը, որպեսզի ավելի իրավական մասով կարողանան արձագանքեն, բայց ես ինչքանով գիտեմ, գրություն ենք ուղարկել պարզաբանման համար օրենքի կետով արդյոք իրավունք ունի Սամվել Կարապետյանը տեսաուղերձ հղելու հայրենակիցներին, եթե չեմ սխալվում, այդպես էլ հավուր պատշաճի պատասխան չենք ստացել։ Պարոն Ալեքսանյան, միջազգային իրավապաշտպանները մոնիտորինգի նախնական գնահատականներով էին հանդես եկել, անդրադարձել էին նաև Սամվել Կարապետյանի կալանավորման դրվագին։ Այս ընթացքում այլ միջազգային կառույցների հետ ինչ շփումներ եք ունեցել, ինչ արձագանքներ ունեք եւ նաև Հայաստանում գործող միջազգային կառույցները նկատի ունեմ, դեսպանատներ եւ այլն։ Մեր ներողություն քիչ առաջ կա։ Էլի առաջ կա։ Շատ լավ։ Մեր էլի գամ առաջ, շատ լավ։ Սարա ջան, մեր գոլեգաները ակտիվ աշխատում են բոլոր կառույցների հետ, բավականին ջերմ եւ լավ կառուցած հարաբերություններ ունենք, շարունակում ենք այդ հարաբերությունները ավելի լավացնել եւ հոգի վրա մեծ աշխատանքներ են կատարվում։ Արձագանքներ կոնկրետ կան։ Արձագանքների մասին այս պահին դեռ չեմ խոսի։ Մեր իշխանական ԶԼՄ-ները տարածում են, որ դուք ամսական 120-ից 150,000 դոլար եք ծախսում ֆեյքերի համար, սա խոսում եմ մի իշխանության ներկայացուցիչները, որոնց այդ ֆեյքերի գործարանի ազդեցությունները ակնհայտորեն տեսնում եք, ինչ կասեք ընդհանրապես ֆեյքեր ունենալու հետ կապված ձեզ ուղղված մեղադրանքների մասին։ Ամեն ինչից անկախ ուզում եմ ասել, որ մենք հայերս շատ իսկական, շատ լավ ազգ ենք եւ վաղ թե ուշ այս ֆեյքամոլությունը պետք է վերանա Հայաստանից։ Ինչ վերաբերվում է ֆեյքերին, կուզեմ ասեմ, որ այդ ֆեյքերով տառապողներն իրենք են եւ իրենց բազմահազարանոց ֆեյքերի բանակի վրա իրենք ծախսում են մեր տատիկ պապիների թոշակների գումարները, վատնում են պետբյուջեն կոմենտ գրողների վրա։ Պարոն Ալեքսանյան, Իսկ ինչ վերաբերում է ներողություն եմ խնդրում, իսկ ինչ վերաբերվում է մերում գնվում եւ ինչ որ ձևավորված, ինչ որ արհեստական ժպիտներ, արհեստական հարցեր չեն ձևավորվում, մենք շփվում ենք մեր հայրենակիցների հետ, իրական մարդկանց հետ, իրական մարդկանցից լսում ենք իրենց խնդիրները եւ պատմում ու ներկայացնում ենք մեր ծրագրերը տնտեսական, թե ինչ են ունենալու իրանք 3 ամիս հետո։ Իհարկե։ Պարոն Ալեքսանյան, մեր իշխանական թևից նաև այսպիսի կարծիքներ են հնչում, որ դուք ձեր աջակիցներին գումարով եք հավաքում եւ այդ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին, ճիշտ պահին օգտագործելու են ձեր դեմ։ Լիա ջան, տեսեք։ Առնվազն ամբողջ իրավապահ համակարգը հիմա ուշի-ուշով հետևում է ձեր բոլոր քայլերին։ Ես շատ ուրախ եմ, որ իրավապահ համակարգը ուշի-ուշով հետևում է, ցավոք սրտի այս մարդկանց իրենց իրական գործից կտրել են եւ առավոտից իրիկուն մեզ են հետևում մեծ մարդիկ, իրանց բանու գործը թողած իրական, այդ իսկ պատճառով էլ հավանաբար Հայաստանում շատ խնդիրներ են
առաջացել եւ շարունակում են առաջանալ, հանցագործությունների թիվը աճել է։ Ինչ վերաբերում է մարդկանց, Լիա ջան, գիտեք ոնց ասեմ, հավանաբար այս մարդիկ ինչ որ հետ են վարժվել, հավանաբար այս մարդիկ վաղուց չեն տեսել, թե ինչպես է լինում, որ իրական մարդիկ աջակցում են իրական մարդկանց, ոնց են հույսով եւ հավատով կանգնում ուժեղ առաջնորդի կողքին առանց որևիցե սպասումն ու հույս ու հավատնա ուժեղ առաջնորդի, ուժեղ Հայաստանի իրական եւ երկարաժամկետ խաղաղության։ Մարդ չեք բաժանում։ Հավաստիացնում ու համոզված ասում եմ ձեզ, որ որևիցե դեպք չի կարող լինել, եթե իհարկե ԱԱԾ-ի Գևորգի պատմությունը չի, այստեղ իրական մարդիկ են հավաքված եւ հավաստիացնում եմ ձեզ, չգիտեմ, տեսնում եմ, որ բազմահազարավոր մարդիկ են դեռ գալիս, չգիտեմ դեռ ինչքան կգան, բայց հավաստիացնում եմ, որ 100,000-ավոր մարդիկ սրտանց ցանկություն ունեն լինելու այստեղ, բայց էկրաններից այն կողմ են, առիթից օգտվելով ողջունում եմ բոլորիդ։ Ալեքսանյան, Քաղաքացին ինչ կապ ուներ ձեր։ Դե ինչպես նկատեցիք մեր Facebook-յան էջերում կատակի տվեցինք եւ անցանք առաջ, ով ինչ անի պետք է ասեն Սամվել Կարապետյանի աջակիցներն են։ Թեման Անցնող 8 տարվա ընթացքում հանդարտար խոսում են իշխանության քաղաքական պատասխանատվության, բայց նաև հաշվի առնելով այն հայտարարությունները, որ իշխանությունը Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ եւս կասեմ, որ այդ օրվանից սկսած ամեն ինչ լինելու է իր տեղում։ Օրինակ ներկա ԿՊԱ-կաններից կլինեն մարդիկ, ովքեր Հայաստանում լինելու է անկախ իրավական համակարգ եւ ձեզ հավաստիացնում եմ, որ անկախ դատարաններն ու անկախ աշխատող իրավական համակարգը կորոշի ով եւ ինչ կերպ պիտի պատժվի։ Եթե կլինեն նմանատիպ մարդիկ, հավաստիացնում եմ ձեզ, որ օրենքի ամբողջ խստությամբ պատասխան կտան առավել եւս դավաճանները։ Ալեքսանյան եւ ասեք ամերիկյան միջազգային ինստիտուտի հարցման մասին։ Այն նույն անեկդոտի պատմությունն է։ Դե դուք էլ ասեք, հա։ Մի հատ քննրանքս ներողություն Վահե ջան։ Անկեղծ հրավիրում եմ ձեզ, երբ ուզեք, ես կհարմարվեմ, հրավիրում եմ ձեզ բոլորիդ, միասին, ինձ հետ միասին գնանք մարզային այցերի, գնանք մտնենք քաղաքներ, գյուղեր, շփվենք մարդկանց հետ, ինքներդ կարծիք կազմեք։ Դուք ինչքան եք հաշվել, պարոն Ալեքսանյան, ինչքան եք հաշվել։ Ներկայացրեցինք այս վերջերս, թվեր այս բային անգիր չեմ հիշում, որովհետեւ մեկը կարող է հուշել։ Մեր չեմ հիշում։ Կներեք, էլի իշխանականները ասում են, որ ընդդիմադիր իշխանականներ երեխեք խոսում եմ, չէ՞։ Գնում ենք օրինակ Ընդդիմադիր դաշտից ասում են, որ կեղծվել են ընտրության արդյունքները։ Լիա ջան, այս սովորական ընտրություններ չեն, ինչպես բոլորդ հասկանում եք եւ մեր հանրությունները հստակ գիտակցելա, որ այս սովորական ընտրություններ չեն, նմանատիպ ընտրություններ Հայաստանում չեն եղել, այս ընտրությունները ճակատագրական են Հայաստանի Հանրապետության պետականության մեր դրոշի եւ մեր զինանշանի ու առհասարակ մեր բոլորիս համար։ Նենց որ թույլ տակ ավարտեմ, նենց որ հայրենակիցներից կոչ եմ անում, որ ամսի 7-ին բոլորը գնան ընտրությունների եւ մասնակցություն ապահովեն, մաքսիմում մասնակցություն ապահովեն ընտրություններին, գնացեք, ընտրեք ում ուզում եք։ Մենք ձեզ ներկայացնում ենք մեր ծրագրերը, մենք ձեզ հստակ ցույց ենք տալիս ինչ եք ունենալու վաղը եւ մեր անցած ճանապարհն է ցույց է տալիս, որ մենք մեր խոսքի տերն ենք, մենք անելու ենք ինչ որ ասել ենք, անելու ենք ավելի շատ, գնացեք ընտրության։ Պարոն Ալեքսանյան, իշխանությունները անընդհատ են թեզ են շրջանառում, որ դուք վերջում միանալու եք այս կամ այն ուժին, օրինակ Ռոբերտ Քոչարյանի անուն են տալիս, ձեր ձայները տալու եք իրեն, ձեր վարչապետի տեխնացուն ինքն է լինելու, կարող եք հստակ հայտարարել, որ այդպեսի բան չկա, կամ եթե կա, ասեք որ։ Ես չգիտեմ էլ ոնց խոսենք, հասկանում եմ Վահե ջան, բայց մենք չգիտենք էլ ոնց խոսենք, բազմիցս
հայտարարվել է եւ բազմիցս ինքներդ ձեր հարցը ուղղել եք պարոն Նարեկ Կարապետյանին եւ հստակ պատասխան եք ստացել։